Գաղտնիք չէ, որ երգիչ Վաչե Ամարյանը տևական ժամանակ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ նրա ընտանիքը, կինն ու երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Վաչեն էլ բավականին հաճախակի է հայրենիքի մասին գրառումներ կատարում, եւ ահա նմանատիպ հրապարակումներից մեկի մեկնաբանությունների հատվածում ինստագրամյան օգտատերերից մեկը գրել էր. «Վաչե Ամարյան ջան, որ այդքան կարոտ ես հայրենիքիդ, ինչի չես վերադառնում»։ Վաչե Ամարյանն էլ հումորային պատասխան էր տվել, նշելով. «Ռոզիսկի տակ եմ»։ Այս շրջանում երգչի սոցիալական էջերում գերակշիռ մաս են կազմում նրա աշխատանքային հոլովակներն ու լուսանկարները։ Թեև երգիչը կնոջ Աննայի մասնակցությամբ միշտ էլ հրապարակումներ գրեթե չի արել, իսկ այ երեխաների մասնակցությամբ հրապարակումներ պարբերաբար կարելի է տեսնել նրա սոցիալական էջերում։ Երգիչը խոստովանել էր, որ ինքը միշտ երազել է ընտանիք ունենալ, սակայն ուշ է ամուսնացել։ Երբ Ալեքսս ծնվեց, 34 տարեկան է, սկսեցի խելագարվել իր համար, դարձա գժական պապա, ինձ հետ նույնիսկ նկարահանվել է որոշ տեսարաններում։ Հանուն երեխայիս ու կնոջս ամեն շաբաթ տոմս էի գնում մեկնում Մոսկվա, որ տեսնեմ նրանց։ Երբ ծնվեց երկրորդ տղաս Սերյոժան, այլ զգացողություն էր։ Ալեքսը կնոջս է նման Սերյոժան իմ կրկնօրինակն է, նույնիսկ ծուռ խոսելն է իմը, նորից խելագարվեցի։ Առաջ Աստված ուզում ենք էլի երեխաներ ունենալ, սիրում եմ մեծ ընտանիք։ Հայտնիություն ձեռք բերելու պահից մինչ այժմ Վաչեն գրեթե չի դադարել ստեղծագործել, սակայն խոստովանում է, որ անսպասելի հաջողությունն իր հետ բերել էր նաև աստղային հիվանդություն։ Այն կարողացա հաղթահարել, քանի որ այդ շրջանում կողքիս էին Կարենն ու Սևակը։ Հիմա ավելի հասարակ եմ դարձել, հասկացա, որ դա մեր հայերի համար չէ։ Մեր հասարակությունը պարզություն է սիրում։ Հասարակ օրինակ պրոֆեսիոնալ լուսանկարդ կարող է այնքան հավանումներ չունենա, որքան առանց ֆիլտր եւ մշակման սելֆին, որովհետեւ այդտեղ դու այնպիսին ես, ինչպիսին կաս։ Սակայն վերջին շրջանում երգչի մոտ ի հայտ էին եկել առողջական որոշակի խնդիրներ, որոնց պատճառով էլ Վաչեն տևական ժամանակ չէր երգում։ Արդեն այսօր երգիչի ինստագրամյան իր էջում նոր հոլովակ է հրապարակել ու խոսել այդ թեմայից։ Ես արդեն կարող եմ, 15 օր բուժումներից հետո հաղթահարեցինք, նշել էր նաև կատարել իր ամենահայտնի երգերից մեկը, այդպիսով ցույց տալով, որ առողջական խնդիրներն իսկապես հաղթահարել է։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում երգչի հետևորդները նրան առողջություն էին մաղթել։ Մեզ բարի տրից ամենալավն ու բարին բոլորին թռանք։ Դե ինչ, այս փոքրիկ կլավիշը, այս փոքրիկ նոթբուկը եւ այս նաուշնիկները կօգնեն մեզ հաստատ թռանք։ Ասեք մի հատ շամպանսկի գնանք ինչին կանալ։ Hello, champagne? Yeah, sure. Sure, давайте. Care for you, any champagne? Or sparkling or water? Sure, yes, thank you. Yeah, sure. Thank Yep. you. Good morning. Ժողովուրդ ջան, դե ինչ եկել եմ Հավայի, տեսեք, պոեզի մեջ, եսի մեր ատերն, մեր հայերն, արա մեր հայեր ուրիշ են։ Հայերով տժում ենք, գնում ենք հիմա բինգո խաղալու, actually լոտո, սենց հավաքված ենք, մեր ջանիներ, հայերը սոտար ենք։ Պատկասեք պոեզի մեջ, հեսա, վեշերով եկել եմ, հեսա։ Ես ասպասել եմ մի հրաշ կանդում։ Ոչմ լիքը հայկա ես հոտելի մեջ, ոչմ ժողովուրդ ջան տժում ենք մեր հայեր։ Պոեզով եկել եմ հաղթելու։ Հավայի սենց Հավայի։ Ուրա բայց իտալիական ռեստորան կար։ Դեռ պետք ջան։ Oh my god, understand that.
հրաբուխի քարերն են, ժողովուրդ։ Այստեղ նայեք, գժանոց է բերել, գժանոց, թռի լողացի։ Մեր հոտելն է, նավեր են սեղը ներքևը, նավերով են տանում հոտելը, մեկ է վագոներով, հրաշք տեղ, ջան։ Հրաշք տեղ ենք։ Ինչ անենք, նա չթռնենք բասեին դողանա։ Նա հրաբուխի քարերն են, նայ։ Ինձ ասում նայև ոնց որ ես ինքս ինձ հետ խոսամ։ Գաժերը մեր բորեկամներն են։ Ինչպես են իմ հարազատները, մեծահարուստի կայֆեր ենք անում, ով ունի մեր հնարավորությունը։ Լավ կլինի ամեն ինչ։ I love you։ Ճամփորդեմ ճանփիդուրբան Ես էլ մեր ձինա, ձի փայտիզի մեր դրանը կապեցի, ով ունի այսպես ձի թոգա ինձ հետ մերցի Ասում են ես գիժով, եկել անգիդ այս երկում հայքում այս Ես լավ տեղ է, ժողովուրդ, այս տեղ հենց ինձ համար քայլում է Այ ջան Ցակներ Երևանը Ժողովուրդ ջան, քանի որ իմ սիրտը մասաժ է ուզում, ես էլ մենակ եմ եկել։ Մենք կխնդրենք ում, իհարկե, ձկնիկներին։ Ուրեմն մենք ձկնիկները, այսպես ոտը դնում ես մեջը։ Մի րոպեից գալիս են հավաքում են, մի 100 հատ ձուկ է գալի, հավաքում է, ոտից սկսում են, ոչը, մասաժ բան անել, էլի տենց։ Դե առայժմ ես անցնեմ մասաժի, I love you։ Ուր են ձկնիկները։ Ինչքան ձուկ կա հորս արև։ Եկեք ուրեք փախնում, արա, հեյ, հոյ։ Ուտենք չաղանանք։ Thank you, hello, Los Angeles, hello, Armenia, hello, Armenia. Aloha. Ողջ նայք։ Ստեղ սոված են։ Ժողովրդին տանեկը, բերեկը։ Ես ուր մտա, այ բալա։ Երկինքը պույտ է։ Երկինքը լրիվ պույտ է։ Ոչ է դենց, ոչ չի գալիս, բայց դե շատ սիրուն է։ Գնանք, ինչ ենք անում։ Հարգը 7-րդ հարգում ենք Աբրամ։ Բացանում ենք։ Մի ժամ քնենք ու գնանք ինչա դառնում վերջներս։ Մեր ատելը ասենց փակում ենք, որ ոչ մեկ չմեզ անհանգստացնի։ Ահա, ասենց ինչ որ Ցույց տամ տեղաշորս վախենալու է։ Այս էլ իմ համարն է։ Ցույցակը, այո։ Այսպես։ Հրաշք տեղ։ Քնել։ Ախպեր ջան, քնի։
Այստեղից է իջեր, որը դրես տեղ, այն ձեկները, որ սեղ փախնում են, այստեղ էր։ Հիմա այս են պեսոկա, այստեղ, կուտակ պեսոկի, այդքան էլ հավայի տեղ չի։ Զատնակին չենք անում ձեկնիկների վերցնենք, լողանակ։ Հենա, մերկու ատ ձկնուկ այս զատնակին չենք անում։ Ասեմ ինչ հետաքրքիր է, չէ, ժողովուրդ ջան։ Հեսա մի 3 ժամից բարձրանալու է սաղ օվկիանոսը։ Մեկ մի ուրախություն։ Չորրորդ օր։ Բա հետո Հավայի սասիսկի։ Վակ չի։ Ոչ մստեղ ձրի բան չկա, ժողովուրդ ջան։ Ամեն ինչը փողով է, պետք է փող տաս, որ քեզ հաստանում պես։ Փող չունենալար, սոված կմնա։ Նենց որ լավ տեղ է, խորհուրդ կտամ բոլորին կան հանգստանան։ Ոնց մենակ ես ուտելու պահն ա ուզում, մի քիչ բան, որ պիտի գաս փող տաս, հաց ուտես։ Չկա լիք ես բան, որ միացած մի անգամից գաս։ Հավայի խոսում եմ, շատություն մի դասել։ Հացով կերեք։ Պզագը արա։ Այսօր էլ հաց կերանք։ Հաց հացծում։ Աստված սիրում է մեզ, սովակ չի թողնում։ Ամեն մուզիկանտի համար ինչ, մտածելու բան չունենք։ Ագարձոն ես վերցնում, մի տեղ նստում նվարվում։ Էլի չինի օրը մի 20-30 դոլար հացի փողոտ կաշատես։ Հավայի խոսում եմ։ Հավայում։ Ոնց էր այդ բան։ Բարի օր ժողովուրդ ջան, ինչպե՞ս եք։ Նեղբե ես ձեզ լավ չեմ լսում։